Հարգելիներս, իմ ձեռքին տոհմի ուժը կալոդանա և եկեք տեսնենք որն է ձեր իրական տոհմական ժառանգական ուժը։ Տոհմը ձեզ ինչով է օգնում, որ ժամանակ է ձեր թիկունքին կանգնած, ինչա փոխանցել ձեզ, հնարավոր է դուք այդ մասին ոչինչ չգիտեք։ Կդնեմ 3 տարբերակ, դուք ընտրեք ձեր տարբերակը։ Կարող եք նայել պատկերներին, որը որ ձեզ գրավում է, դա էլ կլինի ձեր տոհմի ուժի պատասխանը։ Ինձ համար շատ կարևոր է տոհմի ուժը, մարդու տոհմը, որովհետև ուզեք թե չուզեք դուք այդ տոհմածառի պտուղն եք, հա, այդ տոհմի պտուղն եք։ Եվ այսպես, առաջին տարբերակ։ Տեսնում եք այստեղ, ուրեմն ճաքեր տված, հա, ճանապարհ ու հոգնած թիթեռ, որը կարծես ծանրացել է իր մոտ ամեն ինչ եւ ինքը չի կարողանում ազատ թռնել։ Նշանակությունը ձեր տոհմը ձեզ օրհնել է այն ինչով, որ դուք պետք է ընդունեք, հա, ձեր նշանակությունը ի վերջո հասկանաք։ Դուք կարող եք համարձակ գնալ այն ճանապարհով, ինչը որ ձեր սրտին հարազատ է, ձեզ մոտ է, ձեր սրտին մոտիկ է։ Դուք պետք է կարողանաք ընդունել ձեր ճակատագիրը, ձեր կյանքը։ Դուրս գաք սովորական կյանքի կերպարից, հունից։ Իրանք որովհետև ձեր հետևից գալիս են, ձեզ օգնում են։ Դուք պետք է գեղեցկացնեք և ձեր կյանքը, և ձեր հարազատների կյանքը։ Երկրորդ տարբերակ։ Տեսնում ենք, չէ՞։ Ջուր, էմոցիաներ, նավակ և իհարկե տոհմի ծառը։ Ձեզ տվել է ճանապարհորդելու ունակություն, ուժ։ Եվ ճանապարհորդության միջոցով կամ տեղափոխությունների միջոցով դուք կարող եք ճանաչել իրական աշխարհը, այս կյանքը։ Դուք կարող եք համարձակ ճանապարհորդել, գնալ փոփոխություններին։ Այդ դեպքում դուք կհարստացնեք ձեր տոհմը։ Դուք պետք է ընտրեք ամենալավ միջավայրը ձեր համար այս աշխարհի վրա, նույնիսկ ամենալավ գործը այս աշխարհի վրա, որովհետև դուք դրանցով սնուցում եք ձեր տոհմին, իսկ ձեր տոհմը ձեզ տանում է ճիշտ ճանապարհով, օգնում է ձեզ կայանալ, օգնում է ձեզ գտնել ձեր համար լավագույնը։ Եվ երրորդ տարբերակ, տեսնում ենք, հա, էլի տոհմածառ, կան ուրիշ տոհմեր, տոհմածառեր, բայց դուք ձեր տոհմի պտուղն եք և ձեր արածների պտուղը քաղում եք, ձեր տոհմի պտուղը քաղում եք դուք։ Դուք պետք է ունենաք ձեր իսկ աշխատանքը։ Ձեր տոհմը ձեզ օրհնել է հատուկ ունակությամբ, որտեղ դուք կարող եք ունենալ ձեր աշխատանքը, ձեր գործը, ձեր բիզնեսը։ Դուք չպետք է աշխատեք ոչ մեկի ձեռքի տակ։ Դուք պետք է ունենաք ձեր սիրած և յուրահատուկ աշխատանքը։ Այն աշխատանքը, որտեղ դուք կարող եք բացել ձեր ամենալավագույն տաղանդները։ Ձեր տոհմը հպարտ է ձեզանով։